երեխայի զարգացման ընթացքում ոսկորներ են աճում։ Երեխան աճում է, ոսկորներն ու մկաններն են աճում, ամենակարևորը որպես հեմք ու հենարան, հա, հիմք ու հենարան, այսպես ասենք, եւ ոսկորն ու մկանը, ոսկորը հատկապես հիմնականում կալցիում է, սպիտակուց ու կալցիում, որի երկուսի էլ հիանալի աղբյուր է կաթնամթերքը եւ ոչ միայն աղբյուր է, հեշտ ներծծվող կալցիումի աղբյուր է։ Այսինքն այդ եւ երեխաներն էլ սիրում են եւ իրենց համար դա սովորական է, հա, հիմնականում դրա համար կալցիումը համարում ենք հեշտ ներծծվող, հարուստ կալցիումով եւ ինչի՞ չէ, նաեւ վիտամին D կենթանական սպիտակուցներով սննդամթերք հիմնական աղբյուր։ Եվ ինչու՞ չէ, եթե համեմատենք մյուս կենթանական սպիտակուցների, կաթնամթերքի մի գրամ սպիտակուցը, օրինակ կաթի, ավելի էժան է, ավելի մատչելի, ավելի հասանելի, քան թե օրինակ մսինը։ Դրա համար ինքը կարող է լինել նաեւ որպես խորհուրդ տրվել որպես հասանելի աղբյուր։